ռետինոլ։ Համացանցում մեծ տարածում գտած եւ գովազդած նույն ինքը ռետինոլ։ Դե եկեք այսօր բացատրեմ, թե ռետինոլը ումն է կարելի, ինչպես է կարելի, կամ ընդհանրապես կարելի է, թե ոչ։ Ռետինոլը A վիտամինի ավելի ակտիվ ֆորման է։ Ռետինոլը չի կարելի ռոզացեայով, ակնեով, դուրս տված շատ չափից շատ լայնացած ծակոտիներով, շատ յուղոտ, նոր արևայրուք ստացած, արևից վառված մաշկին։ Չի կարելի կոսմետոլոգիական պրոցեդուրաներից գոնե 1 շաբաթ առաջ եւ անելուց 1 շաբաթ հետո։ Դրանց մեջ են մտնում շլիֆովկաները, խորը մաքրում, պիլինգներ եւ հատկապես լազերային մազահեռացումը։ Չի կարելի հղիություն պլանավորելու հղիության ժամանակ եւ կրծքով կերակրման ժամանակ։ Գործունեությունը, որ ինքը կատարում է մաշկի հետ, դա մաշկի ընդհանուր երանգը հավասարեցնելն է, եթե չոր մաշկ է, չորությունն է կոտրում, ավելի լավացնում է ընդհանուր մաշկի ռելիեֆը եւ նպաստում է ավելի մանր կնճիռների հավասարեցմանը, բայց եթե ունենք շատ խորը կնճիռներ, ռետինոլը հարթուկ չի։ Եթե ռետինոլը նոր եք ներառում ձեր խնամքի մեջ, ապա պետք է ընտրել ամենացածր տոկոսի կոնցենտրացիա, մինչև 0.3%։ Օգտագործում ենք միայն երեկոյան խնամքի ժամանակ, սկզբում շաբաթական 1, մաքսիմում 2 անգամ, այնուհետև օրերը գնալով ավելացնում ենք։ Իսկ թե ինչ խնամքի պրոդուկտների հետ այն օգտագործել, դա արդեն շատ անհատական է, միայն կասեմ, որ թթուների հետ անհամատեղելի է։ Վերջին 2 ամիսը օգտագործում եմ Selimaxi այս երկու պրոդուկտները, մեկը ռետինոլ է, մեկը ռետինալ, այստեղ 0.1% ռետինոլ է պարունակում, անկեղծ ասած ոչ մի փոփոխություն չեմ տեսնում, ինձ թվում է, թե ես ուղղակի դարձել եմ մարքեթինգի զոհ։ Իսկ իմ ամենասիրելիներից է Coste Baha այս շիճուկը, որը իր մեջ պարունակում է 2.5% ռետինոլ, որի մեջ կա հիալուրոնաթթու եւ վիտամին E ու B3։ Դե ինչ իմ սիրունդներ, եթե ռետինոլի մասին էլի հարցեր մնացին ու ես չասրեցի, ես կարճ ժամանակա ընթացքում ներառել ամբողջը 1 հոլովակում, կարող եք հարցեր գրել, ես անպայման կպատասխանեմ ձեզ։ Ու անպայման չմոռանաք սրտիկել ու ակտիվ լինել։